Բարի գալուստ մայրիկների ակումբ, գազիկներ նորածնային տարիքում, փոքրիկ անախորժություն, որից մանկաբույժի օգնությամբ գլուխ կհանենք, մանկական նյարդաբանություն, երբ ու որ խնդիրների դեպքում թակել մանկական նյարդաբանի դուռը, երակների վարիկոզ լայնացումն ամենատարածված հիվանդություններից մեկն է ամբողջ աշխարհում, կանխարգել ենք և բուժենք գրագետ։ Աշխատող մայրերին տրվող ամսական նպաստի տրամադրման կարգը փոխվել է, մենք կպարզենք, թե ում և ինչ կարգով է տրամադրվելու նպաստը։ Երբ ենթամաշկային երակային համակարգը կորցնում է իր էլաստիկությունը, մենք խոսում ենք վարիկոզային հիվանդության մասին, որի հետևանքով անոթները ձգվում են և ի հայտ է գալիս անհավասար լայնացում։ Ինչու է այս հիվանդությունը համարվում ամենատարածվածներից մեկն աշխարհում, ինչպես է բուժվում ու որ էլ ավելի կարևոր է, ինչպես է կանխարգելվում։ Այս և այլ հարցերի պատասխանելու է իմ հաջորդ հյուրը, մայրիկների ակումբում է անոթային վիրաբույժ Զախար Պետրոսյանը։ Ողջույն բժիշկ, ուրախ եմ, որ մեր տաղավարում եք, այսօր խոսում ենք վարիկոզ հիվանդության մասին, նախ պետք է խնդրեմ մի քանի բառով ոչ շատ մասնագիտական հեռուստադիտողներին բացատրենք ինչ է վարիկոզը։ Վարիքս բառը ինքը նշանակում է արտափքում, հանգուցավորում, հանգույց, արտափքում, հունական բառից է առաջացել և այդպես էլ անվանում են վարիկոզ հանգույցներ, վարիկոզ հիվանդություն, վարիկոզ հանգույցներ, այո։ Ամեն երրորդ կինը, առօր նկատի ունեմ, երրորդ կինը հիվանդ է վարիկոզ հիվանդությամբ, ամեն 7-րդ տղամարդը հիվանդ է։ Ինչպիսի տարբերություն։ Պատճառները որոնք են բժիշկ, ինչ է ասում գիտությունը։ Հիմնականում այսօր գիտնականները եկել են այն եզրակացության, որ դրան ունի ինքը ժառանգական նախատրամադրվածություն։ Այսինքն անոթի պատը կազմված է 3 շերտերից։ Ներքին շերտ, միջին շերտ և դրսի ադվենտիցիա ենք ասում մենք, ադվենտիցիա։ Այդ միջին շերտը, որ մկանային շերտն է, այնտեղ կան կոլագենային հյուսվածք և մկանային հյուսվածք, էլաստիկ հյուսվածք։ Գտնում են, որ երեխան ծնվում է, այդ էլաստիկ կարկասը թույլ է արտահայտված և կյանքի տարբեր պայմաններից ելնելով, կլինի աշխատանքի պայմաններ, կենսակերպ և այլ, այդ հիվանդությունը ի հայտ է գալիս, առաջանում է այդ հիվանդությունը ու տարիների ընթացքում հիվանդությունը խորանում է, եթե իհարկե պրոֆիլակտիկ միջոցառումների չդիմեն։ Փաստորեն հիմնական պատճառը գենետիկն է և մարդու ապրելակերպը։ Այո, բայց առաջինը դա գենետիկայի վրա է։ Եթե կա գենետիկ նախատրամադրվածություն, ապա պրոֆիլակտիկ ինչ միջոցների կարելի է դիմել վարիկոզից խուսափելու համար, կամ գոնե նվազագույն շեմի վրա պահելու։ Այո, դուք պատկերացրեք, ամբողջ օրը մարդը պասիվ նստի, մկանային պոմպը չի աշխատում, նասոսը, կախած վիճակ, ճնշումները այդքան բավականին ցածր երակներում, արյան հոսքը չի կարողանում նորմալ կատարվել դեպի սիրտ բարձրանա, կանգ է առաջանում, այդ անընդհատ այդ հարվածներից, սրտի կծկողական հարվածներից, անոթի պատը լայնանում է, էլաստիկ կարկասն էլ եթե նախատրամադրված է այդ մարդը ժառանգորեն, որ քիչ է, էլաստիկ կարկասը անոթի պատի, վարիկոզ հիվանդությունը Փաստորեն նստակյաց կյանք, առաջին թշնամի։ Սնունդը բժիշկ։ Սնունդը այդքան մեծ դեր չունի, սնունդը մեծ դեր ունի զարկերակային համակարգի համար։ Բայց վարիկոզի համար։ Վարիկոզի համար այդքան մեծ դեր չի խաղում։ Հղիության ընթացքում ենթադրելի է դեղորայք միջամտություն արգելվում է, ինչ միջոցների կարող է դիմել կինը։ Հղիությունը բավականին նպաստում է հիվանդության ի հայտ գալուն և խորանալուն, որովհետև արգանդը մեծանալով այդ անոթները, զստային անոթները անցնում են այդ արգանդի կողքով, ճնշվում են այդ անոթները, արյան հոսքը բավականին դժվարանում է դեպի սիրտ և առաջանում են կանգային երևույթներ ու վարիկոզը ի հայտ է գալիս ավելի ցայտուն կերպով։ Նման դեպքերում այսօր բավականին շատ տարածված է էլաստիկ կոմպրեսիոն տրիկոտաժի օգտագործումը։ Ես օրինակ ասեմ ձեզ, իմ աղջիկս էլ հղիություն ունեցավ, պրոֆիլակտիկ, ինքը ոչ մի գանգատներ չուներ անոթների կողմից, ես ստիպեցի, որ ինքը անպայման այդ տրիկոտաժը հագնի, հագավ և այսօր ասում փակ ծննդաբերել է, ոչ մի երակային խնդիր։ Իսկ կանանց մեծ մասի մոտ հենց հղիությունից հետո է համարել, ծննդաբերությունից հետո արտահայտված վարիկոզ։ Հիմա էլ մտածում ենք արդեն վարիկոզի վիրահատական բուժման
մասին։ Այդ էլաստիկ տրիկոտաժը բավականին լավ օգնում է։ Շատ քայլել, ակտիվ լինել, ծանրություն չբարձրել, տաք պրոցեդուրաներ չանել, տաքությունն էլ է նպաստում վարիկոզի լայնացմանը։ Ակտիվ կյանքի պայմաններ եւ այդ էլաստիկները հագնել անդամ։ Բժիշկ, հղիության ընթացքում այ վարիկոզի որ աստիճանի դեպքում է, երբ բնական ճանապարհով ծննդաբերությունը ցուցված չէ, թե բոլոր աստիճանների դեպքում։ Բոլորի դեպքում էլ, եթե սովորական վարիկոզ է, եթե սուր տրոմբ չկա, այո, բոլոր դեպքերում էլ էլաստիկը կապելով, թե ասենք կալգոտկին հագած սեղանի վրա բարձրանալ կինը դժվար է, հարմար չէ, էլաստիկներով փաթաթում եւ կարող են նորմալ ծննդաբերել, բայց կան դեպքեր, այ նաեւ խոսենք բարդացումների մասին, կան դեպքեր, երբ որ վարիկոզ լայնացած երակները կան նաեւ հեշտոցի պատերի, այո, հեշտոցի ներսի պատերի։ Նման դեպքերում արդեն վտանգ կա երեխան ծնվելու ժամանակ վնասելու այդ երակները, որոնցից կարող են արյունահոսություն սկսվել։ Նման դեպքերում ցուցված է կեսարյան հատում։ Եվ հետագայում արդեն կորոշվի այդ կնոջի այդ երակների հետ կապված վիրահատել, թե ուրիշ բուժում անել։ Հաճախ ծննդաբերությունից հետո շատ երակներ, որ վերջի ամիսներին ցայտ ունեն, ծննդաբերությունից հետո անհետանում են։ Այսինքն ճնշումը վերանում է, արյան շրջանառությունը կարգավորվում։ Արյան շրջանառությունը կոմպենսացվում է։ Հաճախ այդպես մեծ օպերացիայի կարիք, վիրահատության կարիք չի լինում։ Հաճախ լինում են այդպիսի դեպքեր։ Այնուամենայնիվ վերջում եկեք նշենք գանգատները, նշանները, որի դեպքում պետք է շտապ դիմել անօթաբանի, որպեսզի վիճակը չխորանա, իսկ մենք գիտեք հայ կանայք չեն սիրում բժշկի դիմել, թողնում են ամենավատ փուլին։ Միշտ այդպես, այո։ Առաջի գանգատները նրանք են, որ հիվանդը արդեն նկատում է, որ երակ ունի, արդեն աչքին զառնվող, այո։ Առաջի նշաններից է նաև օրվա վերջին ծանրության զգացումը, հոգնածությունը ոտքերի։ Այդուց կարող է առաջանալ կոճերի շրջանում, թաթի կոճերի շրջանում։ Գիշերային մկանային կծկումներ, սուդերեգի, ռուսերեն, պարկած ժամանակ ու այնպես այս ձկնամկանների շրջանում հատկապես կծկումներ են առաջանում, դա էլ է նախանշան։ Հարթաթաթության դեպքում էլ է պետք է զգույշ լինել, նման հիվանդները հաճախ են վարիկոզով հիվանդանում, հարթաթաթության դեպքում։ Իսկ եթե արդեն ցայտուն երակները արտահայտված են, այո, եւ արդեն այդ մկանային կծկումները, այտուցները օրվա վերջին հատկապես կայուն մնում են, զգացնել են տալիս, արդեն պետք է անմիջապես դիմել բժշկի, որը կարող է ավելի փոքր մինիմալ տրավմայով վիճակը հարցը լուծել։ Կա նաև սկլերոթերապիա բուժման ձևը, երբ որ դեղ ենք սրսկում, այդ երակը փակվում է, անհետանում է, որովհետև նա մեկը ինչքան աշխատեց, նա արդեն անպիտան երակ է, մեջը ինչքան արուն լցվեց, նա լայնացնելու է։ Մենք այդ երակը անուղղակի կերպով հեռացնում ենք։ Իսկ այդ քսուկները, որոնք շատ տարածված են եւ երբեմն մարդիկ առանց բժշկի դիմելու դեղատնի ձեռք են բերում եւ կարծում են դրանով ամեն ինչ լուծված է։ Գիտեմ, կան շատ դեղեր կան արյան անոթի տոնուսը լավացնելու, անոթի պատի տոնուսը լավացնելու նպատակով։ Եթե ջահել աղջիկ է, ջահել երիտասարդ պացիենտ է, որի մոտ կան արդեն նախանշանները, մենք այդ դեղերը նշանակում ենք, պլյուս էլաստիկ տրիկոտաժը, խորհուրդները, տաք վաննաներ, արևի տակ շատ խիստ տաքացնել եւ այլն, դրանք արգելվում են իհարկե, հետո նշանակում ենք այդ պրեպարատները, որպեսզի անոթի պատերի տոնուսը լավանա, անոթի պատի սլուցումը լավանա։ Հաճախ բավականին էֆեկտիվ են լինում, բայց եթե արդեն կա քրոնիկ երակային անբավարարություն, լուրջ բուժում իրեն բարդություններով, նման դեպքում արդեն վիրահատական բուժումն է, ուրիշ ձևով բուժումը արդյոք Այ վերջում եւ հարցազրույցի խոսենք բարդ դեպքերի մասին, երբ միակ լուծումը վիրահատությունն է, որ դեպքերն են դրանք եւ ինչ վտանգներ ունեն։ Այո։ Ու վարիկոզ հիվանդության ամենամեծ վտանգը դա երակի տրոմբվելն է, փակվելը, խցանվելը տրոմբով, արյան մակարդուկով, որը նաեւ վտանգ է ներկայացնում կյանքի համար։ Շնորհակալ եմ ձեզ թեման ամբողջությամբ ներկայացնելու համար եւ հուսանք այս հարցազրույցը կնպաստի եւ շատ կանանց համար կոչ կլինի, որ ժամանակին դիմեն մասնագետի օգնությանը եւ ձեր նշած խնդիրներին արդեն բանը չհասնի։ Շնորհակալ եմ։
Իսկ հիմա երեխաների մասին խոսենք, իսկ եթե ավելի ստույգ, ապա այն երեխաների, ովքեր մանկական նյարդաբանի օգնության կարիքն ունեն։ Որպես մայր ես լավ գիտեմ, որ երեխաների առողջության հետ կապված հաճախ այնպիսի խնդիրներ են ծնվում, որոնց լուծումները չգիտես որտեղ, ավելի ճիշտ ում մոտ փնտրել։ Մենք սկսում ենք նոր խորագիր, որի շրջանակներում ամեն անգամ կներկայացնենք բժշկական նեղ մասնագիտություններ, որոնց խնդիրը մոր և մանկան առողջության պահպանումն է։ Մենք կտանք մեկ հարցի պատասխան. ինչ մասնագետի դիմել այս կամ այն հիվանդության խնդրի դեպքում։ Արդեն կռահեցիք, որ շարքի առաջին տեսանյութը հենց մանկական նյարդաբանության մասին է։ Մանկական նյարդաբանություն, լատիներեն նեյրո և լոգիա, այսինքն բժշկակենսաբանական գիտություն, որն ուսումնասիրում է նյարդային համակարգի կառուցվածքն ու գործունեությունը։ Մասնագետները փաստում են, որ նյարդային համակարգն ամենախոցելիներից մեկն է մեր օրգանիզմում։ Միգուցե սա է հենց պատճառը, որ նյարդաբանի հետ մարդու առաջին հանդիպումը տեղի է ունենում դեռևս ծննդատանը, ծնվելուց անմիջապես հետո։ Քանի որ մանկական օրգանիզմը դա իրենից չի ներկայացնում փոքր, մեծ, այլ ունի իրեն առանձնահատկությունները, առանձնացվել է վերջերս մի գիտություն, որը կոչվում է մանկական նյարդաբանություն, ընդ որում ուսումնասիրում է, հետազոտում է երեխաներին 0 օրականից մինչև 18 տարեկան։ Գիտության զարգացմանը զուգահեռ վերջին տարիներին մանկական նյարդաբանությունը ևս մեծ քայլերով առաջ է ընթանում, բացահայտելով ժամանակին անհնար թվացող խնդիրներ, գրանցելով նորանոր հաջողություններ։ Այսօր օրինակ մասնագետները կարողանում են ժառանգական որոշ հիվանդությունների դեպքում մինչև երեխայի ծնունդը պարզել ընտանիքում առկա հիվանդությունը, սպառնում է փոքրիկին, թե ոչ։ Երեխաների նյարդաբանական խնդիրների ու հիվանդությունների պատճառ է հանդիսանում ինչպես գենետիկ նախատրամադրվածությունն, այնպես էլ ներարգանդային կյանքում կնոջ ապրելակերպը, կրած հիվանդությունները եւ այլն։ Աճի ու զարգացման խնդիրներ, մտավոր զարգացման հապաղում, էպիլեպտիկ նոպաներ, վարքի շեղումներ ու քնի խանգարումներ, սրանք ամենահաճախակի հանդիպող մանկական նյարդային խնդիրներն ու հիվանդություններն են։ Երեխայի մոտ արդեն լինում են ինչ-որ բարդություններ եւ այլը, նեոնատալոգիա, մասնավորապես նևրոլոգիական նեոնատալոգիա նույնպես զարգացել է։ Արդեն սկսում են երեխաներին հսկել, երեխաներին կատարում են որոշակի հետազոտություններ, ուրեմն անպայման կատարվում է նեյրոսոնոգրաֆիա, անպայման, որպեսզի տեսնեն գլխուղեղի վիճակը ինչպիսին է։ Երկրորդ հերթին, եթե կարիք է լինում, կատարում են գլխուղեղի մագնիսային ռեզոնանսային տոմոգրաֆիա, որպեսզի նկատենք, տեսնենք, թե ինչպիսին է զարգացման առատներ գլխուղեղի, ողնուղեղի կողմից կան, թե չկան երեխայի մոտ։ Ցավոք սրտի մանկական նևրոլոգիայի միշտ չէ, որ հիվանդությանը վերջնականապես հնարավոր է լինում հաղթել։ Երբեմն կյանքի տարբեր շրջափուլերում այն կրկին գլուխ է բարձրացնում։ Լինելով օրեցօր զարգացող գիտություն, մանկական նյարդաբանությունը հետաքրքրում է նաև երիտասարդներին։ Ինքս սիրել եմ հենց ուղեղի աշխատանքի գործընթացը, դրա համար եմ ընտրել։ Շատ բան ոչ միայն նստած է գիտելիքների վրա, նաև տրամաբանության եւ երկրորդ ավելի շատ նախընտրության հարց է։ Մեր կլինիկական փորձը ավելի սուղ է։ Դրա համար հենվում ենք ավագ մասնագետների փորձի հիման վրա, մեր սեփական փորձն ենք ընթացքում ձեռք բերում եւ իհարկե արտասահման ձեռք բերված գրականություն, նաև ընթացքում այցելում ենք վերապատրաստման կուրսերի։ Գիտության զարգացման եւ հայ մասնագետների պրոֆեսիոնալիզմի արդյունքում մանկական նյարդաբանական մի շարք ծանր հիվանդություններ այսօր մեր երկրում հնարավոր է լինում հաղթահարել։ Նորածինները հրաշք են, քնքուշ, անպաշտպան, դա է պատճառը, որ նրանց լույս աշխարհ գալուց հետո առաջին բանն ինչ գիտակցում ենք, նրանց պաշտպանելու եւ խնամելու անհրաժեշտությունն է։ Երևի դրանով էլ պայմանավորված է անփորձ մայրիկների խուճապն ամեն անգամ, երբ նորածինը լաց է լինում։ Կյանքի առաջին մի քանի ամիսներին լացի ու անհանգստության ամենատարածված պատճառներից մեկը գազիկներն են, որոնք կուտակվելով տանջում են նորածնին։ Շատ մայրիկներ, ճանալով հնարավորինս արագ հանգստացնել փոքրիկին, տարաբնույթ մեթոդների ու միջոցների օգնությանն են դիմում։ Դրանց արդյունավետության մասին կպատմի նեոնատոլոգը։ Մայրիկների ակումբում է նեոնատոլոգ Լուսինե Գրիգորյանը եւ նորատի մայրիկ Սոնա Երեմյանն իր փոքրիկի հետ։ Ողջույն սիրելի հյուրեր։ Ուրախ եմ, որ մեր տաղավարում եք եւ ուրախ եմ, որ հատկապես այս հրաշք գեղեցկուհի Մարիան է մեր տաղավարում։ Այսօր նրա օրինակով մի քանի խորհուրդներ կտանք մայրիկներին, բժշկուհի, բայց նախ եկեք մայրիկից հետաքրքրվենք, արդյոք ձեզ հոգեհարազատ են ճակերտավոր սիրելի գազիկները։
անչափ հոգեհարազատ են, մեր ցավոք թեման է գիշերները չքնելու, քանի որ օրվա ընթացքում օրվա ընթացքում, բայց շատ քիչ, հիմնականում երեկոյան է սկսում, այո։ Այս ժամանակահատվածից հարցնենք բժշկուհուն, արդյոք խիթերը մասնագիտական ավելի ասված ժամանակային հատվածներ ունեն սիրելի։ Այո, երեկոյան ժամերի մի քիչ ավելի ակտիվ են լինում։ Եթե երեխան ընդհանուր առմամբ ուրախ է, հանգիստ է եւ միայն գազիկները հանելու ժամանակ է անհանգիստ դառնում, դա խնդիր չէ եւ առանձնապես անհանգստանալ դրա համար պետք չի, բայց եթե երեխայի անհանգստությունը բավական երկար է տևում, դա շաբաթական 3 անգամից մոտ օրական 3 ժամից ավել, եթե երեխան անընդմեջ լացում է, դա արդեն խոսում է խնդրի մասին, բայց եթե ուղղակի գազիկները հանելու ժամանակ է դուք այդպես անհանգստանալու առիթ չունեք։ Ասեն գիշերը այնքանով է երևի սոնաբարդ, որ ամեն անգամ գազիկները հանելուց, եթե լաց է սկսում, երեխան նորից արթնանում է, միջև քնացնել, մյուսը, հա, փաստորեն գիշերային խնդիրը հիմնականում երևի սրանում է։ Գազիկ կոչվածը ինչ է իրենից ներկայացնում եւ արդյոք բոլոր նորածիններին է բնորոշ։ Նորածինների եւ այս փոքր տարիքի երեխաների մոտ մարսողական համակարգը լավ չէ զարգացած, դա եւ ֆերմենտատիվ համակարգին է վերաբերվում եւ գեղձային համակարգին եւ դրա հետ կապված նրանք լավ չեն կարողանում մարսել սնունդը եւ առաջանում է մեծ քանակով գազեր եւ նորածինների, քանի որ որովայնի մկանները մկանային համակարգը լավ չի զարգացած, գազիկների դուրսբերումը եւս դժվարացած է եւ գազիկները կուտակվելով կարող են որովայնի փքվածություն առաջացնել եւ անհանգստացնել երեխային։ Կարևոր նշանակություն ունի նաեւ մամայի սննդակարգը, երեխան ինչով է սրում, կրծքով թե արհեստական։ Արհեստական սնունդ օգտագործելու դեպքում կարևոր նշանակություն ունի ծծակը, ինչպիսի ծծակից եք օգտվում, կարող է ծծակի անցքը շատ մեծ լինի եւ այդ ընթացքում երեխան մեծ կումերով որ կուլ տա, այդ դեպքում օդ կարող է անցնել եւ ծծակով կերակրելու ժամանակ ուշադիր եղեք, որ գլխիկի հատվածը կաթով լցված լինի, եթե թեք պահեք, մեծ քանակի օդ երեխան կարող է կուլ տալ եւ դրա համար գազիկները ավելի շատ լինեն ու ընդհանրապես արհեստական սնուցվող երեխաների մոտ գազիկների խնդիրը ավելի հաճախ է լինում, որովհետև փորկապության հակում է առաջացնում արհեստական սնունդը եւ գազիկները անընդհատ կուտակվում են որովայնի խոռոչ։ Բժշկուհի ինձ հետաքրքրեց այ կրծքով սնուցման ժամանակ տարբեր մասնագետներ տարբեր կարծիքներ են ասում, որ մայրիկի սնունդը շատ կարևոր է, հա, մասնագետներ կան, որ ասում են ինչ ցանկանում ես կեր, ոչինչ չի լինի։ Որն է ոսկե միջինը։ Փորձը ցույց է տալիս, որ իրականում կապ ունի մայրիկը ինչով է սնվում եւ եթե մեծ քանակի գազեր առաջացնող սնունդ է օգտագործում մայրիկը, իհարկե դա անդրադառնում է երեխայի վրա։ Խորտ կտամ մայրիկներին շատ չէ, բայց հնարավորինս խուսափել մեծ քանակով գազեր առաջացնող սննդամթերքների օգտագործումից։ Առաջին մի քանի ամիսն։ Այո, դա լոբին, վոլորը, եգիպտացորենը, կաթնամթերքը մեծ քանակի շատ չէ, բայց հնարավորինս սահմանափակ է լուծել հնարավոր Սոնա հետաքրքիր է, մանկաբույժը ձեր նշանակել է որևէ դեղամիջոց կամ դուք ինչ միջոցներ եք։ Մանկաբույժը նշանակել է, բայց ես բնույթով շատ ուշադիր մայրիկ եմ, այսինքն դեղամիջոցները մինչև մանրամասն չեմ կարդում, ինչի մասին է, ոչ ցանկալի արդյունքներ ունի։ Դուք չտվեցիք դեղամիջոց։ Չէ, ես աշխատում եմ բնականին ավելի շատ ձգտեմ։ Մենք սամիթի յուղով ու թորած ջրով պատրաստուկին ենք դիմում ցավերի ժամանակ։ Սամիթի յուղը։ Սամիթաջուրը օգտագործվում է գազիկների խնդիրը հաղթահարելու համար, բավականին էֆեկտիվ է, օգնում է գազիկները դուրս բերել, բայց գոյություն ունեն դեղամիջոցներ, որոնց կազմի մեջ հիմնականում սիմատիկոն է մտնում։ Դրանք օգնող են բժշկուն։ Այո, օգնում են։ Երեխաներ կան, որոնց օգնում են, կան իհարկե որ չեն օգնում, բայց մեծ մասամբ օգնում են, կարելի է օգտագործել եւ իհարկե միայն մանկաբույժի նշանակմամբ իհարկե։ Էլ ինչ միջոցների եք սոնադիում, այ մերսումներ։ Մերսումներ, այո, իհարկե, հետո տղաս ավելի շատ տաք ջրով է հանգստանում, տաք վաննաներ ենք ընդունում, ամեն մեկը մի նախապատվություն։ Ամեն մեկը, այո, իր նախընտրած տարբերակները ունի, Մարիային տաք շորով փորիկին եմ դնում, այդպես էլ է լավ ազդում իր վրա, հետո մարզանքներ ենք անում, ու փորիկի վրա որ պարկացնում եմ, արդեն իրանք ձգվելով ավելի հեշտ են դուրս հանում գազիկները։
Շատ լավ, Սոնան նշեց մի քանի տարբերակ, հիմա ձեզանից բժշկուհի պետք է խնդրեմ գործնական մի քանի խորհուրդ, Մարիան կարծեմ այդ հարցում մեզ կօգնի, ինչպես մեղմել, նորացնի գազիկները եւ ցավը որովայնի։ Այո, մայրիկի թվարկածները իհարկե շատ կարևոր են, ինքը ամենակարևորները ասեց, փորիկի վրա քնացնելը շատ կարևոր է, երեխայի մկանները որովայնի կամած ամրանում են եւ նա սկսում է ինքնուրույն դուրս հանել գազիկները, վարժություններ, մերսումներ։ Կարող եմ ցույց տալ մի քանի մերսման շարժումներ, որ կարող եք փորիկի հետ անել։ Երեխային մերսեք հիմնականում ժամսլաքի ուղղությամբ, այս ձևով, իսկ մերկ մաշկին թե հագուստի ցանկալի է մերկ մաշկին, սենյակի ջերմաստիճանը մոտավորապես 24 հասցրեք եւ երեխային կարող եք մերկացնել, ցանկալի չէ ինչ-որ յուղերի օգտագործում, եթե ձեր ձեռքերը ուզում եք մի փոքր խոնավեցնել, կարող եք ինչ-որ կրեմ օգտագործել, բայց յուղ ցանկալի չի երեխայի հենց որովայնին քսել, ժամսլաքի ուղղությամբ այսպես պտական շարժումներ կարող եք անել, այս շարժումը եւս վերևից ներքև փորիկի մկանները եւս ամրացնելու համար է։ Հեծանիվի շարժումներ այս ձևով կարող եք անել եւ դա կօգնի բավականին։ Տաք լոգանքը եւս նպաստում է, որպեսզի երեխան գազիկները հեշտությամբ կարողանա հանել։ Շատ լավ, ամենակարևորը կարծում եմ Սոնա պետք է համբերություն դրսևորեք, որովհետեւ սա վերացող երևույթ է։ Այո, մինչև 3-4 ամսական։ Դրանից հետո ինքնուրույն անցնում են գազիկները եւ պետք է ուղղակի այս շրջանում համբերատար լինել։ Ձեզ քիչ մնաց։ Մոտ եք արդեն, այո, քիչ մնաց։ Ու ամենակարևորը ներողություն մայրիկների համար խորհուրդ տամ, որ աշխատեն շատ հաճախ իրենց բալիկների հետ խոսել, որովհետև իմ կարծիքով իրենց այդ դժվար պահերին մայրիկի ձայնը, հուսադրող ու քաջալերող խոսքերը, քաղցր, իմ կարծիքով այո, իհարկե։ Որովհետև շատ մայրիկներ այդ պահերին կարծում կհամաձայնեն խուճապի են մատնում, չգիտեն ինչ անեն, միանշանակ ավելի պետք է երեխաների հետ ավելի շատ շփվեն, որովհետև կարծում եմ, որ մայրիկի ձայնը ամենակարևորն է, իհարկե։ Ինչպես հասկացանք, երևույթն անցողիկ է, պետք է պարզապես մայրիկը համբերություն դրսևորի, որոշակի կանոնների հետևի, եւ ինչպես մայրիկը նշեց, պարզապես սիրի, խոսի ու գուրգուրի երեխաներին։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ նույնպես։ Մայրիկների ակումբում կնոջ, մոր եւ մանկան իրավունքները միշտ էլ ուշադրության կենտրոնում են եղել, բայց առաջիկա ամիսներին մենք ել ավելի հետևողական ու հաճախակի կանդրադառնանք այդ ոլորտին։ Անցյալ տարի մենք խոսել ենք աշխատող մայրերին մայրության արձակուրդի ընթացքում յուրաքանչյուր ամիս հատկացվող 18,000 դրամ նպաստի մասին։ Թեման այսօր էլ արդիական է, քանի որ այդ նպաստի տրամադրման պայմաններն ու տարբերակները որոշ փոփոխություններ են կրել։ Ծանոթացեք։ Փոքրիկի լույսաշխար գալուց հետո շատ ու շատ մայրիկներ վերանայում են իրենց առօրյան ու կենսակերպը։ Ամենօրյա աշխատանքային վազքը փոխարինվում է մամայական վազքով։ Մասնագիտական դժվարին պարտականություններն էլ իրենց տեղը զիջում են երեխայի խնամքի ոչ պակաս դժվարին, բայց անչափ հաճելի աշխատանքին։ Եթե դուք ունեք մինչև 2 տարեկան փոքրիկ եւ աշխատավայրում գտնվում եք երեխայի խնամքի արձակուրդում, ապա դուք իրավունք ունեք ստանալու մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ, ամենամսյա 18,000 դրամ։ Եթե մայրիկը գտնվում է գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ, այսինքն վարձու աշխատող է, եւ գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ապա մինչև երեխայի 2 տարեկան դառնալը մենք վճարում ենք խնամքի նպաստ։ Խնամքի նպաստ նշանակելու համար կան մի քանի պարտադիր պայմաններ, անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք ներկայացնելուց հետո միայն կարող եք իրացնել նպաստ ստանալու ձեր իրավունքը։ Վերջերս խնամքի նպաստի համակարգում կատարված փոփոխությունների արդյունքում կան ինչպես պարզացումներ, այնպես էլ սահմանափակումներ։ Նախկինում պահանջվում էր, որպեսզի եւ միանվագ նպաստի դեպքում, եւ խնամքի նպաստի դեպքում դիմողը եւ երեխան հաշվառված լինեն նույն հասցեում։ Եվ եթե հաշվառված չեն լինում, ապա նրանք չեն ունենում այդ նպաստի իրավունքը։ Կինը աշխատում է, գտնվում է խնամքի արձակուրդում, բայց երեխան իր հետ հաշվառված չէր։ Այս դեպքում կինը դարձյալ չէր կարողանում այդ 18,000 դրամ ամսական ստանալը։ Օրենսդրական փոփոխության արդյունքում այս պայմանը վերացվել է։
Օրենսդրական փոփոխության արդյունքում պարզեցվել են նաև անհրաժեշտ փաստաթղթերի կազմն ու նշանակման գործընթացը։ Անհրաժեշտ է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ եւ երեխայի ծննդյան վկայականը, այլևս կարիք չկա ներկայացնել գործատուից հատուկ տեղեկանք, որ գտնվում է խնամքի արձակուրդում։ Փոփոխության արդյունքում սահմանափակվել է դիմելու համար թույլատրելի ժամանակահատվածը։ Նախկինում երեխայի ծնվելուց հետո կարող էիք դիմել մինչև 1 տարվա ընթացքում, այժմ անհրաժեշտ է չգերազանցել 6 ամսվա շեմը։ Եթե երեխան ծնվել է, ծնվելուց հետո 11-րդ ամսում մայրը դիմում էր նախորդ 11 ամիսների համար 18,000 դրամը վճարվում էր։ Ներկայումս այդ ժամկետը դարձել է 6 ամիս։ Այսինքն ծնվելուց հետո 6 ամսվա ընթացքում պետք է դիմել, որպեսզի նպաստը վճարվի հետադարձով 6 ամսվա համար։ Այսինքն երեխայի ծնվելուց հետո 7-րդ ամսում դիմելու դեպքում դուք կարող եք ստանալ միայն հաջորդ 18 ամիսների ձեր հասանելի գումարը հետադարձով, նախորդ 6 ամիսների համար այլևս չեք վճարվի։ Մայրիկների ակումբը բացհարթակ է, ուր իրենց կարծիքն ու մտահոգությունները, հարցերն ու առաջարկները կարող են թողնել մեր բոլոր հեռուստադիտողները։ Գտեք մեզ Facebook-ում, հետևեք ծանուցումներին, դիտեք նաև բաց թողած հաղորդումները։ Մեր Facebook-յան ընտանիքն արդեն 18,000 անդամ ունի։ Մենք բոլորս վստահ ենք, որ մայր լինելը ոչ թե հոգս է, այլ երջանկություն։